Շահեկանը, որ Ռուսաստանը չհաղթի, որ այստեղ իրավիճակը, երբ երկու կողմ ոչ ոք չի հաղթելու։ Այստեղ իրավիճակ, որտեղ երկու կողմները չեն հաղթելու, այդ պիտի հասկանանք, ոչ Ուկրաինան է հաղթելու, ոչ Ռուսաստանն է հաղթելու։ Եթե Տրամպին հաջողվի պայմանագիր ստորագրի, դա լինելու է սառեցված պատերազմ, ոչ մեզ մոտ ա եղել 54 թվականի հարադադարը, որ ստորագրվել է, կլինի սառեցված պատերազմ եւ հետո Ռուսաստանը երևի Ուկրաինան այդքան ներուժ չի ունենալու, նորից կփորձի լուծի այդ խնդիրները շարունակի պատերազմը։ Այստեղ պատերազմը սառեցնելու է իմ հարցիկով, եւ ոչ մի կողմը չեն հաղթելու։ Երկու կողմները զգալու են իրաց պարտված։ Բայց այստեղ մի մեծ խնդրեմ է սկսվում, որտեղ Ռուսաստանը ավանդական նման պատերազմներից դուրս գալուց մտնում է աղետի մեջ, կոլապսի մեջ։ 1917 թվականի առաջի համաշխարհային պատերազմից դուրս գալու այդ հնարավորությունը բերեց բոլշևիկյան հեղաշրջան ներքին տնտեսական ոչ թե տնտեսական վերնախավի մեջ այդ ինքը պահել իշխանությունը երբ դու այդպես ես դուրս գալիս պատերազմից շատ դժվար է Աֆղանստանի պատերազմից դուրս գալուց հետո 79 թվականի 85 թվականին Գորբաչովն է գալիս եւ Սովետական միությունը փլուզում է անսպասելի եւ առաջի համաշխարհային պատերազմից հետո է անսպասելի Եվ 91 թվականին է անսպասելի։ Ռուսաստանը նման պատերազմից դուրս գալով մտնում է անսպասելի վիճակ։ Եվ դա բոլորի համար վտանգավոր է եվրասիական տարածքում իհարկե մեզ համար է նույն ձևի։